որ հիմա պիտի խոսենք, դա իմ անձնական ուսումնասիրությունների և հետաքրքրություններից որպես հետևանք, այսպես ու դրա ուսումնասիրություններն է, որպես հետևանքիստը։ Ինչը, որովհետև գիտեք ինչ է, երաժշտությունը դա ալիք է, որը որ շարժվում է ոչ միայն օդի մեջ, այլ նաև տարբեր նյութերի միջով, հա։ Նյութեր ես եկական օրինակ փայտ։ Հա, չէ՞ որ եթե հիշենք, ջութակը կա, և ջութակի վրա կամրջակ կա, որի վրա նստած են լարերը։ Երբ որ մենք սեղմում ենք լարին, լարը տականվում է, չէ՞, ձայնը ինչ ճանապարհ է գնում։ Ձայնը փոխանցում է լարը կամրջակին, արդեն փայտի միջոցով ճանապարհ գնաց, չէ՞, ալիքը։ Եվ հետո կամրջակի միջոցով երկու ոտքով ամբողջ փայտից բաղկացած մարմնին, հետո փայտից ձայնը անցնում է այս տարածությունը, որ մենք ասում ենք կամերա, այսինքն խցիկ, այսպես ասած, հա։ Դրա միջով անցնում, այսինքն ուզում ասել, ձայնը անցնում է տարբեր տեղերով, մեզանից ընդամենը 200 մետր այդ կողմ դիմացում թշնամիներն են, այսպես ասած։ Հիմա եկեք քննարկենք, որ ինչպիսի ազդեցություն է ունենում նրանց վրա, ձայնը որպես ֆիզիկական և հոգեբանական և հոգեկան հետևանք։ Նրանք ասում են, իրանք շատ են, նա ինչ թմուկներ ունեն, ինչ բաներ ունեն, վարկեր ունեն, տնտաղոտներ ունեն, նրանց մոտ ինչ է առաջացնում վախ, հոգեբանական առումով և նաև բնականաբար, ինչպես որ ասացի, սկզբից գնում է ֆիզիկական ազդեցությունը և որպես հետևանք, արդեն հոգեկան և հոգեբանական ազդեցությունը։ Սա ընդհանուր երաժշտության մասին, որ երաժշտությունը ձայնը որպես ֆիզիկական երևույթ, ինչպիսի ազդեցություն ունի, ինչպիսի կառուցվածք ունի, և մի փոքր էլ բնականաբար ֆիզիկական ազդեցությունը և որպես հետևանք հոգեկան և հոգեբանական ազդեցությունը երաժշտության, հա։ Սա կարևոր եմ համարում, որտեղ այստեղից կարող եմ գնալ արդեն ընդհանուր ժողովուրդների կարող ենք աշխարհի քարտեզը պատկերացնել, ուրեմն եգիպտականը, Եգիպտոսը որպես պետություն դադարեց գոյություն ունենալուց, Եգիպտոսից հետո սկսեց Եգիպտոսի վրա, այսպես, սկսեց հաջորդ մեծ պետությունը, որը Ասորեստանն էր։ Ասորեստանը քանդվեց, Ասորեստանի հիմքի վրա առաջացավ Իրանը, այսինքն մեր իմացած Պարսկաստանը, հա։ Բայց Պարսկաստանը մի քիչ ուրիշ է, իսկ Իրանը ուրիշ է, ինչու որտեղ Պարսկաստանը դա բուն ֆարսիկների բուն ապրելու տեղն է, իսկ Իրանը որպես կայսրություն իր հարևան բոլոր ժողովուրդներին նվաճելով ավելի մեծ տերիտորիա է։ Ահա, հիմա գանք հասնենք նրան, որ մենք որտեղ ենք այդ ժամանակ։ Կարող ենք ասել, որ ուրեմն կարող ենք ասել, որ մեր առաջի ուսուցիչները երաժշտության մեջ, այսինքն լավ ուսուցիչ չասենք, մարդիկ, որոնք որ մեր երաժշտությունը մեզ փոխանցողները։ Լավ, այսպես մի քիչ համացարություն անունենանք և ասենք, որ մեր առաջի երաժշտական, այսպես, դպրոց չասեմ, մեր առաջի երաժշտության վարպետները, այդ որ մարդիկ կան սենց չոր բաներ, սենց չէ, հովիվ, նա լինում է սարի վրա ու շատ իմաստ ունի։ Հովիվը չունի կրթություն, բայց հովիվը ունի իմաստնություն։ Ես էլ շատ կարևոր բան եմ ասում, որ ուզում եմ, որ դու ֆիքսեք։ Ուրեմն, մի խոսքով, այս մեր հայկական իրականության մասին, օրինակ բնականաբար վաղ միջնադարում տարբեր գործիքներ, տարբեր, այսինքն և փողային և լարային, մենք այդ ժամանակ հարուստ ենք բավականին։ Բայց եթե համատենք այն գործիքները, որ հիմա ենք մենք տիրապետում, այդքան էլ հիմա հարուստ չենք, զուտ բուն հայկական գործիքների իմաստով ասում։ Կան գործիքներ, որոնք որ ներմուծվել են ժամանակի ընթացքում, դրանք ես կանդրադառնամ, արդեն
ուշ կանդադառնամ ու շատ է դարքին էր, որ եկանք հասանք մի հատ տեղ, երբ որ մենք եկավ այդ ժամանակը, որ մենք դարձանք քրիստոնյա, ընդունեցինք քրիստոնեությունը։ Շատ հետաքրքիր էր։ Եկեղեցին սկսեց ֆիքսել երաժշտություններ։ Իսկ ինչ նշանակում մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին դա մեր սովորությունն է։ Ինքը դա ինստիտուտ է։ Մի րոպե ամեն մեկս մեզ հարց տանք, որ մենք գրում ենք հայերեն տառերով, այսքան տարիով պահեց եկեղեցին, որ մենք ունենք ճարտարապետություն ֆիքսված, ով պահեց եկեղեցին, որ մենք ունենք երաժշտություն ֆիքսված, ինչ որ ասում են ֆիքսված, որտեղ ինչ շատ բաներ կա, որոնք որ ասում են, որ այսպեսի բան ենք ունեցել, բայց այն ինչ որ մենք միջև ունենք գոնե 1700 տարեկան, ու դա ֆիքսված է, ու դա մենք կարող ենք տեսնել, ձեռք տալ, դա մեզ տվեց ով մեր հայկական առաքելական եկեղեցին, մեր քրիստոնեությունը։ Հիմա ու սկսեց այդ ժամանակը, երբ որ սկսեցին բանը երաժշտությունը վերցնել, որտեղից, բարձր չեն գնում, չգիտեմ Չինաստանից, կամ վատ օրինակներով հասան կներեք, կամ չգիտեմ ուրիշ մի երկրից չեն գնում։ Մեր հոգևոր երաժշտությունը բնականաբար ամբողջովին վերցված է ուն հայկական ժողովրդական երաժշտությունից։ Իսկ ինչ նշանակում ժողովրդական ժողովրդից վերցրած երաժշտությունը։ Այդ մեղեդիները բոլորը ծեսերի ընթացքում բանեցին, ֆիքսնեցին եւ հասան մեզ, որի համար ինչպես որ ասացի մեր խոնարհումը մեր առաքելական եկեղեցում նորից ասեն որ իմանալ որտեղ սա պետքություն է որ իմանալ մեր տարերի միջոցով մեր լեզուն եկեղեցիների միջոցով մեր ճարտարապետությունը եւ երաժշտությունը ֆիքսեցին եւ գոնե վստահաբար 1700 տարեկան հաստ ունեն, որ մեր արվեստի ու թամպես մեր մշակույթի ֆիքսված բանը հասավ բոլոր մասերը հասան մինչև մեր օրերը։ Մեր մասը կա, առավել արդեն գիտեք ինչի մասն է։ Որ ասում եք չկա, նկատի ունեք կենցաղում չկա։ Կենցաղում չկա։ Այդ գուցե դրանով անհրաժեշտություն ալիս, որ ինքը գա ուսուցում դեպի, էլի կրթություն։ Իհարկե։ Հակառակ դեպքում կկործնի։ Իհարկե։ Եվ կարող է մեր արածիկները բանի համար, կարող է հենց կրթահամալիր այստեղ մեր աղջիկներն են, երաժիշտ աղջիկներն են, դաստիարակներ են, դասվարներ են, ես դրա համար զրացել։ Առանձին ուսումնասիրության պլան է գտել, հարգելի թե ինչքան ինչ գործ են անում այստեղ։ Այդ որ կան արդեն հայտնի նոսեդանային ասում ամանս դուրս չեն, հայտնի արդեն հասարակությանը հայտնի, որպես կատարողներ, երաժիշտներ, բայց իրանցից յուրաքանչյուր ունի մի հատ մեծ ներդրում առավելություն, որ իրենք մանկավարժ երաժիշտներ կամ երաժիշտ մանկավարժներ են եւ այդ ծեսի փլուզմանը կամ ծեսի անհետացման դեմ առնում են, եւ շատ բան կարող կլինի Պարոն Քարտաշյանի ցույց տալ այդ ձեր գործը, որտեղ մեր մասնագետը ոչ թե որ չգիտեմ գովանը մեզ չէ, այլ մասնագիտական գնահատական է ստանան։ Ձայնը որպես ֆիզիկական երևույթ, ինչպիսի ազդեցություն ունի մարմնի եւ որպես հետևանք նաեւ հոգեկանի եւ հոգեբանական վրա։ Ու դրա համար առանց երաժշտություն չէ։ Դրա համար օրինակ բերենք, ասենք հնդկական կրոնը, Կրիշնայի կրոնը, Կրիշնան ինքը արդեն ֆլեյտան բանող էր։ Շատ է տակ է, որ նկարի մեջ ինքը կա, որտեղ որ ինքը նվագում ֆլեյտա։
եթե գանք այսպես տարբեր կրոններով անցնենք այս դրայից արագ անցնենք, տեսնենք, որ բոլոր կրոնների մեջ առանց երաժշտության չկա ոչ մի բան։ Վերցնենք իսլամը, հիմա գանք իսլամին հասնենք, որ երբ որ սկսում ենք այդ Ղուրանի մեջի սուրահները երգել, դրանք կոչվում են սուրահներ, հա։ Այս սուրահները սկսում են երգել, այսինքն երկումա բանը, հոգևորականը, ու դա կոչվում է ազան, հա։ Հիմա պատկերացրեք մենք հայ ենք եւ ուզում ենք որպես երաժշտագետ ուզում ենք ուսումնասիրենք արաբական երաժշտություն։ Գնում ենք օրինակի համար, որևէ մի արաբական երկիր, ասենք Եգիպտոս, հա։ Ու սկսում է ինչը, մենք սկսում ենք կենցաղից առաջնայինը կենցաղի մեջի, որ ամենաշատ լսվող եւ ամենացածրորակ երաժշտությունն է, հա։ Ահա, մենք արդեն սկսում ենք դասակարգելու, ահա, սա կենցաղի մեջ է, սա ամենտեղ կներեք, բացի տուալետից ամենտեղ միացնում են այս երաժշտությունը, նույնիսկ տուալետում են միացնում, ասենց հասկացանք, այս բանը տվեցինք դեռ։ Ահա, ուրեմն էսի ամենացածրակարգն է, գնացինք առաջ, ավելի ասենց, ահա, ուրիշ երաժշտություններ, որակ, ասենք բյուրեղացում, եւ ուր են գնում հասնում ենք այդ ազանը, կոչվա, որ ես ասեցի, նշած, երբ որ բանը, հոգևորական երկում է։ Նույնն էլ հայկական երաժշտության մեջ, որտեղ Պարսկաստան ավելի մեծ երկիր էր Իրանը եւ ինքը միշտ ուզում էր, որ Հայաստանը գրավի կամ բանանի, ենթարկացնի։ Ու ստացվել է այդպես, որ ժամանակ առ ժամանակ դա իրենց մոտ ստացվել է։ Երբ մենք միշտ պատերազմների մեջ ենք եղել, մենք միշտ այսպես բանը ընդվզում եղել ամեն մեջ, բայց դե բնականաբար քանի որ դե փաստ է, որովհետև գիտեք, որ դուք հիմա կարող եք միջև հիմա, միջև մեր ժամանակները եկած հակամարտություն ֆիքսել, որը ընդհանուր գլոբալ քաղաքակրթական բան է, հակամարտություն է։ Արևմուտքի, արևմտյան աշխարհի պայմանական, ասենք, ու արևելյան աշխարհի մեջ, հա։ Այս հակամարտությունը այն ժամանակից է դեռ սկսել, ու միջև է եղել դա հին Հունաստանի եւ Պարսկաստանի մեջ, հա։ Այս հակամարտությունը, այս բաներին մենտալ մտածելակերպային, կենցաղային ելել տարբերությունները բնականաբար այդ ժամանակից են դեռ եկել, միջև մեր օրեր դա շարունակվում է։ Հիմա ցանկացած պատերազմի մասին մենք խոսենք, ինչ-որ հիմա աշխարհում կատարվում է, կարող ենք նորից վերագրել այս ընդհանուր քաղաքակրթական դիմակայության մասին։ Ուրեմն պատկերացրեք, մենք միշտ եղել ենք այս երկուսի մեջտեղում։ Այդ դրանք իզակետում ենք եղել։ Պատկերացրեք, հույները արշավանք դեպի Պարսկաստան, պարսիկները արշավանք դեպի Հունաստան։ Ու ամեն ինչը գնացել է Հայաստանի վրայով։ Ու այս ամեն ինչը ոնց որ մենք մեր վրայով միշտ գնացել եկել, սա նշանակում է, որ երբ որ թշնամին գնում է, ասենց ջարդելով գնում է, հետո ինչա, վարելով, այրելով, լոգիստիկան վերացնելով, որպես այս մյուս զորքը պիտի գա, ուտելու ոչինչ չունենա, պատկերացնում եք 40,000 մարդ, կամ չգիտեմ 10,000 մարդ, նրանց պետք է կերակրել չես, որոնք որ քայլում են, ման չի տրանսպորտով գնան։ Ես ինչ եմ իմ մանրամասներ ասում, որ գնաջնջելով սենց գնացել են, եւ հետ, երբ որ նրանք են հարցակում արել, սրանք նահանջելով, այսինքն կոնկրետ Օսման դեպքը ասեմ սենց Շահ Աբասի, կոնկրետ Շահ Աբաս եւ այդ ժամանակաշրջան, երբ որ լիքը շատ մարդկանց պարզապես սենց գյուղեր ջնջում են, անասունները բոլոր մորթվում են, ամեն ինչը այրվում էր, ինչու որտեղ Օսմանյան բանակը պիտի գար, մինչև Թավրիզ հասներ, արդեն դա եղել էր, հա։ Եվ երբ որ Օսմանյան բանակը սկսեց նահանջել, քանի որ արդեն մարսկական բանակներ գալիս, նրանք ինի վերացնելով, պատկերացնում եք ինչքանի տեսակ բանը, այս բանը, ես ասում եմ, որ սա բան էր, լոգիստիկ ոչնչացումներ էր, մակրազարդումներ էր, եւ բնականաբար Պարսկաստանը մեծ երկիր էր ու իր մշակույթը ավելի պոպուլար էր, ավելի հանրահռչակված էր, քան որ մարդկային ռեսուրսը եկանք հասան դրան, որ ցանկացած պետություն այսօր հասկանում է եւ դուք պիտի հասկանաք, որ պետության ամենամեծ հարստությունը ոչ թե նավթն է, այլ մարդն է, հա, ու քանակը մարդկանց շատ կարևոր է։ Ու բնականաբար, քանի որ Իրանը ավելի
մեծ երկիր էր, իր ազդեցությունը ավելի շատ էր, և մասնավորապես կարող ենք ասել, մենք հին ժամանակ շատ նմանություններ ունեինք հեթանոսական շրջանում և ընդհանուր աստվածների պանթեոնը, այդ ընդհանուր մշակույթը, այդպես ես մշակույթ եմ դա անվանում, բայց դրանից հետո բնականաբար մենք, երբ որ դարձանք քրիստոնյա, մենք արդեն կոնկրետացանք, ոնց որ ասեցինք, ֆիքսեցինք մեր ճարտարապետությունը, մեր լեզուն և մեր երաժշտությունը, որ մեր կարևոր ամենակարևոր բաներն են, այսպես կարող ենք ասել, և հետո արդեն ազդեցությունները և հետո իրանք իսլամ ընդունեցին։ Հետո իրանք իսլամ ընդունեցին, իսկ մինչև այդ էլի սենց ես ման պատերազմներն էր մեր և Իրանի, մեր և Հունաստանի միջև։ Դե բնական է, որ մենք քրիստոնյա դարձանք, մեզանց հետո անմիջապես մի քանի տարի հետո Բյուզանդիան։ Միջարես Բյուզանդիան էլ ասեմ, որ ինքը ավելի շատ գիտական շրջանակների անվանում է Բյուզանդիան, այսինքն տերմին է ինքը։ Իր իսկական արևելյան հռոմեական կայսրություն պատմության ընթացքում կարող եք ուսումնասիրել ու դա իմանալ, որը այսպես կարող եմ ասել առաջի բազմամշակույթ երկիրն էր, ինչ է նշանակում բազմամշակույթ, երբ որ որևէ մշակույթ դոմինանտ չի, այսինքն իշխող չի, որոշակի ասորիներ ու տարբեր ազգեր, որոնք որ դարձան շինանյութ ուրիշ ազգերի կառուցման համար, այսինքն ուծացան և լուծվեցին մյուս մեծ ազգերի մեջ, այդպես, ու դե բնականաբար շատ հետաքրքիր է, որ հայկական երաժշտությունը նոր ուսումնասիրողները, որ ուսումնասիրում են, իրանք ֆիքսում են, որ հետաքրքիր է, որ հունականին էլ հին հունականին ինչ-որ նմանություն ունի և հին պարսկական նմանություն ունի, ու այստեղ հարց առաջանում, իսկ ուղղության նրանք են նման մեզ, այս վիճելի բանը, վիճելի հարց է, այսպես միանշանակ, ով շատ է, նա ճիշտ է, այս տարբերակով չենք հիմա ասենք Պարսկաստանը շատ է, մեծ երկիր է, բայց չի նշանակում, որ իրանք ճիշտ են, կամ ասենք մեր հարևան Թուրքիան, օսմանցիները, իրանք շատ են մեզանից, բայց չի նշանակում, որ իրանք ճիշտ են։ Ուրեմն հին իրանական երաժշտություն, նախաիսլամական երաժշտություն, կարելի ասել քիչ պահպանված կա, որովհետև ինչ եղավ, իսլամը բնականաբար ինքը ինչ է ենթադրում, ուծացում, ուրացում, պարտադրում, արաբական արշավանքները հենց դրանք են, երբ որ իրանք եկան և իրանք հարևան ոչ արաբ ազգերի, ով մուսուլման դարձավ, ավտոմատ կերպով կոչվեց արաբ, ու պարսիկների դեպքում այդպես չէր։ Պարսիկները ինչ-որ իրանց մշակույթը կարողացան որոշակի պայել, բայց դե բնականաբար, այսինքն նախաիսլամական այդ շերտը զգալիորեն քիչ էր և հիմա ավելի քիչ ասել, բայց այդ մշակույթը կրողներ կան և Պարսկաստանում, որոնք որ քիչ են և այդ ժամանակ, երբ որ իսլամի ժամանակ իսլամացման արաբական արշավանքը գնաց Պարսկաստանի վրա, մեծ բան գնաց, մարդիկ, որ անհամաձայնություն էին հայտնում դրան, շատերը գնացին Հնդկաստան։ Ու շատ հետաքրքիր է, Հնդկաստանում իշխող խավը հիմնականում մինչև հիմա էլ բաղկացած է այդ զրադաշտ պարսիկներից։ Ու սա շատ հետաքրքիր է։ Ովքեր են տեսակը։ Այդ տեսակը իրանք Զարդուշտ են ասում, զրադաշտ, Զարդուշտ, Իրանք գնացին ու անհամաձայնությունը հայտեցին ու հիմա իրանք Պարսկաստանում կան, որոնք որ զրադաշտ են մնացել, չեն իսլամացել, բայց դե բնականաբար իրանք քիչ են և կարելի ասել իրանք այդ ընդհանուր մասայի մեջ, այսպես չեն կարող ինչ-որ ազդեցություն կամ մեծացում ապահովել իրենք, շատացում ապահովել իրենք իրենց համար և բնականաբար սկսում են իրանք ժամանակի ընթացքում քիչ անել։ Ու հետաքրքիր էր, որ երբ որ եղավ այս արաբական արշավանքը, այդ ժամանակ պարսկական պատմության մեջ 200 տարի սև էջան, այսինքն ոչ մի բան չկա։ Մինչև այդ կար, ասենք, այդ իրանց հին լեզուն, Փահլավերենը, իրանց պոետները, ամեն
իրավիճակներ։ Եվ այդ ժամանակ ինչ էր եղել։ 200 տարի սեպտից իրենք են ասում, 8 տարիներ, որ լրեցին ամբողջ բոլորը, պոետները լրեցին, ամեն ինչ լրեցին, հետո նոր սկսեցին, նորից արդեն սենց ասեմ, եթե կարող ենք ասել պարսկական, ոչ թե վերածնունդ, այլ ռեինկարնացիա այդ իմաստով, բայց արդեն իսլամի գծի ներքո, դες կարևոր է շեշտում եմ, իսլամի գծի ներքո, որովհետև դե արդեն ինչպես որ նշեցին, մոլլան երկում է ազանը, գնաց այդ երաժշտությունները, պարսկական երաժշտության վրա այդ ազանը, արաբական ազանը շատ մեծ ազդեցություն արեց։ Էլ չեմ ասում, որ ինչպես որ ասենք օրինակի համար կարող ենք նշել, որ քրիստոնեության ժամանակ ընդունումից հետո շատ բառեր, որ հայկական չէին, մենք ընդունեցինք, օրինակ անուններ եւ այլն, նույնը գնաց իրանց մոտ, ու շատ է տարբեր է, որ իրանք այս ուծացման քաղաքականությունը անում էին, արաբները կոնկրետ եւ իսլամ տարածողները, իրանց անունների առաջ դնում էին մի հատ մագդիր, որ նշանակում է, որ ինքը այս մարդը, որ կա, իր հայրը իսլամ ընդունած մարդ է, ու ինքը ունի առավելություն մյուսների նկատմամբ։